Հիվետան մի քիչ չափազանցրեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը երկու օր դիմացավ ծրագրային նկարաշարի մեջ, երրորդ օրվանից արդեն լրիվ թիրախավորումների, պիտակավորումների, այդ փուլում մի քարեց առաջ ճակատագրական սխալ էր կարծիքով, ես հիմա ավելի շատ որպես քաղաքագետ եմ խոսում։ Այո։ Ճակատագրական սխալը այն է, որ բոլորից տեղավորեց մի զամբյուղում, այսինքն նկատի ունեմ առանցքային 3 ընդդիմադիր ուժերի, տեղավորեց մի զամբյուղում, անունը դնելով պատերազմի եռագլուխ կուսակցություն, չնայած ինքը շատ է լավ գիտի, որ իրենց էլ տարբեր են, էլ մոտեցումներով էլ, թիմերով էլ, ծրագրերով էլ, խոսույթով էլ, այն ամենայնիվ է սխալը բերեց ինչին։ Երբ որ վարկանիշի անկում ունեցող իշխանությունը անում է նման բան, ավտոմատ դա բերում է ու ինքը թիրախավորում է նրանց էլեկտորատների բյուրեղացման ու ուժեղացմանը, ինչը շատ արագ տեղի ունեցավ եւ բոլոր 3 ուժերի շուրջ էլեկտորալ բյուրեղացում տեղի ունեցավ։ Հիմա Նիկոլ Փաշինյանին նույն կուրատորները ներքին արտաքին դրդում են երկրորդ ճակատագրական սխալը անելու, որովհետեւ պարոն Ծառուկյանը միանգամայն ճիշտ է, հանրային տրամադրությունը շեշտակի փոխված է։ Չկողմնորոշված մի հատ զանգված կար իմ հաշվումներով մոտավորապես 40-50 հազար մարդ, որ նախորդ ընտրություններին չի մասնակցել, հիմա այդ զանգվածը որոշել է մասնակցել, մոտիվացված է տալու։ Հիմա Նիկոլ Փաշինյանին, եթե շատ պարզ ու անկեղծ խոսանք, դրդում են մոլդովական մոդել կիրառել կամ ֆիլտրումներ անել։ Այսինքն, այդ 3 առանցքային ուժերից մեկին, գուցե 2-ին ընտրապայքարից դուրս դնել։ Հիմա հարամություն 1, հարամություն 2 պայմանական տես բաժանենք, հարամություն 1 է նա, որ մեկին եմ փողում բանից դուրս, կամպանիայից։ Ես ուրիշների մասին չխոսամ, մեր վրա բերեմ օրինակը, կորեկտ չի մյուս ուժերի մասին խոսալ, որ իրանք մտածել են մասին համել։ Ուրեմն եթե հանկարծ հանգամանքները ձևավորվում են, օրինակ մենք ֆիլտրվենք, մենք ունենք պլան B եւ պլան G ունենք։ Ուրեմն մեր էլեկտորատը իմ շատ համեստ գնահատական կտան, որ չեն ինքնագոհություն, ամենամոտիվացվածներից, էներգետիկ առումով ամենաակտիվներից մեկն է, եւ ունենք մենք մի առավելություն, որ մյուսները չունեն, ունենք շատ խարիզմատիկ առաջնորդ, այսինքն մեր էլեկտորատին դա կարգապահություն հաղորդում, եւ առաջնորդի մի խոսքով էլեկտորատը կարող է մոբիլիզացվի։ Հետևաբար մենք պիտի ազդակրենք, որ եթե իշխանությունը գրի նման ավանտյուրայի կամ սխալի, մեր էլեկտորատի ոչ մի ձայն չի փոշիանալ։ Եվ ընդհանուր գործը, այսինքն հունիսի 7-ի իշխանափոխության ներկայացնելը չի դժվար։ Սա մեկ։ Հարամություն 2-ը այնա, որ ինքը ասենք 2-ին ֆիլտրի մոտավորապես Մոլդովայում տենց արեց։ Այս դեպքում իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալի, որ Հայաստանում ստեղծվելու է հեղափոխական վիճակ, որովհետև այդքան էլեկտորալ զանգված դուրս դնելը խաղից հնարավոր չի։ Իմիջիայլոց մի բան ասեմ, Մոլդովայի ընդդիմությունը շատ պարակտված եւ շատ, ասած ասեմ, կարգացված ընդդիմություններ էլի, թույլ են ավելի քան մեր այսօրվա ընդդիմությունը։ Հետևաբար ես առաջարկում եմ, որ առաջիկա այս 7 օրը մենք այդ երկու հստակ ազդակներ տանք, որ ձեր առաջին եւ երկրորդ հարամությունները բերելու են ավելի մոտիվացված հասարակության, ավելի ուժեղ հասարակության, ավելի փոփոխություն բերող հասարակության, այս շատ կարևոր է, որովհետեւ իրանք այսօր փորձում են հասարակության մոտ ֆոբիաներ առաջացնելով, ընտրողների մասնակցության մակարդակը իջացնել։ Իրա միակ փրկությունը այդ է, որտեղ եթե 1.350.000 գերազանցող ընտրող գնաց տեղամասել, իր պարտությունը երաշխավորված է։ Ես հիմնականում այսքանն եմ ուզում ասել եւ պարոն Ծառուկյան, ձեր ասացիներ մենք ընդհանրապես հավատարիմ ենք լինում, ինչը մեզ չեն թիրախավորում, մենք չենք թիրախավորում, իհարկե ցավոք սրտի էլի եմ կրկնում, երրորդ օրվանից չես կարող էլի անդադ շախմատ խաղած, երբ որ դիմացինը շաշկի քարը շփոթում դրეთ, մի կողմից է դուք ստիպված adekvat պատասխան տես։ Թթվի քարը խփող։ Ահա։ Այսքան է։ Ես կարող եմ ասել, որ դա սա հասկանալի է, ասենք թե որտեղ դուք գիտեք առաջի օրվանից, երբ որ մենք սկսել ենք քարոզարշավը, ես նույնպես հայտարարել եմ, որ որցե մեկին
19 կուսակցություն մասնակցան, որը հենց մեկին չքննադատեք, դու բառ չասեք, չվիրավորեք, դուք ներկայացեք ձեր ծրագիրը, իրենք էլ իրենց ծրագիրը։ Բայց ասենք ու այդպես էլ եղել է ու միանգամից հարձակում մեր վրա, որ ասենք թե ոչ է մի բան, ասենք թե ասված չի, դու բառ ասված չի, բայց ասենք թե ասելով, վիրավորելով, դե պարզ է պետք է պատասխանները տեղին ավելի տնական, բնական ասել ենք, ավելի բան չենք տվել, մենք թույլ չենք տվել։ Ու իմ համար հասկանալ չէ, իրանք դրանից օգտվում են, որ ասենք թե թույլ են տալու, դա ինչ է, դա ինչ է նշանակում, ուրեմն ուզում եմ որպես քաղաքագետ մի հատ բացատրեցի։ Արծավուրյան, իրանց նպատակը ընդհանրապես ես մի քիչ այդ մարդուն եմ ճանաչելով երկար տարիներ, շատ լավ հասկանում եմ ինքը ցայտոքի մեջ, եւ քանի որ սխալ է արել, բայց հիմա սխալից էլ հետ կանգնել չի կարող, իներցիայով գնում է։ Եկե սխալի վրա անում է։ Իհարկե թիրախավորումները իրա առանձնապես բացի մի հատ զանգվածից կան չէ որ հասարակության շերտեր, որ ոչ մի հարցություն չեն ստեղծել, անդադ նախաձով են վերաբերվում հաջողակ պատմություն ունեցող մարդկանց։ Բայց այդ շերտը կազմում է մի հատ մարգինալ շերտը 15-ից 20%։ Ինքը իրան փակեց այդ շերտի մեջ։ Այս իր առաջին տրաշավն է 2018-ին հեղափոխության մասն էր խոսում նորմալ։ 21-ին ընդդիմությունը մի հատ սխալ արեց, իրան դիրքավորեց որպես նոյեմբերի փաստաթղթի հակառակորդ, ինքը դրանից օգտվեց, որ ձևի ռացիոնալ քարոզարշավ կարծավ տալի։ Այս ընտրաշավում ինքը իրան դրել է պատանդ, մի քիչ կոպիտ բառ չի, լյումպերի պատանդ է դարել։ Այս ձևով ինքը ընդհանրապես իր էլեկտորատը չի կարող մեծացնել։ Այն ինֆորմացիա կա, ինչքան մեծ դիվանագիտական աշխատանք են թափել, որ Թրամփի հետ դատարկ թուղթը ստանան։ Իրականում այդ թուղթը Հայաստանի դեմ թուղթ է, որովհետև բացահայտորեն ասում է, ես ձեր ղեկավարին օգտագործում եմ իմ աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։ Ոստեղ ամենաեականն է, որ այդ բոտավորապես անալոգիա անելով իշխանության վերարտադրություն Սյունիքի դիմաց գործարք է կնքում։ Բոտավորապես էլի, եթե ձևակերպել։